Պարոն Կասպարովից, ինչպես կնյութագրեք ներկայիս Հայաստանի իրավիճակը, ինչպես է գնահատում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, արդյոք նորմալ է, երբ երկրի ղեկավարը զբաղված է սոցցանցային իր էջում գրառումներ կատարելով, երբ մեր տեսնում եք Սյունիքում կրակոցները դարձել են այսպես ամենօրյա ռեժիմով, երկրում իրավիճակը լարված է, իսկ ինքը զբաղված է մեկ բլոգերությամբ, մեկ գրառումներ կատարելով։ Շնորհակալ եմ հարցի համար։ Երկրորդ այսօր մեր երկիրը այնքան հարցեր ունի, շատ կարևոր հրատապ, որ այս ամեն ինչը ինձ համար նմանվում է մի մեծ խեղճակտակության, որովհետև մենք այսօր արդիական այնքան հարցեր ունենք, որ հրատապ է պետք լուծել, իսկ այս բլոգերությունը ես չեմ հասկանում այդ քաղաքականությունը, առավել ևս այդ բարձր մակարդակին, այն բարձր անունը որ կա, վարչապետ անունը, սա ինձ համար անընդունելի է այն ինչ որ կատարվում։ Խոսենք նրա վերջին գրառումների հետ կապված, որոնք վերաբերում են հեղափոխական Սուրբ Եկեղեցու նվիրյալների, մասնավորապես հատուկ ընդգծված վերաբերմունք Նիկա Թովմասի նկատմամբ, որը նոր չէ, գիտեք, որ 2018-ից շարժում է ձևավորել խոսքը նոր Հայաստան, նոր հայրապետ շարժման մասին է, որտեղ ասում էին կաթողիկոսը այլևս չի վայելում ժողովրդի սերը եւ պետք է հրաժարական տա։ Այս եկեղեցական արշավը ինչով է պայմանավորված։ Նախ եւ առաջ ես չեմ ուզում իրան ցիտել եւ անդրադառնալ իրան։ Առաջինը, եթե հայ առաքելական եկեղեցին չլիներ, այսօր մենք չէինք լինի հիմա, որովհետեւ հայ առաքելական եկեղեցին է պահել, պահպանել եւ բերել մեզ հասցրել բոլոր այն ավանդույթները, ամեն ինչ մեր հայ լինելը։ Եվ այս արշավը պարզ երևում է, որովհետև հայ եկեղեցու ինստիտուտը այնքան մեծ է, որ հայ եկեղեցին դա կոնկրետ ուժ է եւ վտանգ մեր թշնամիներին։ Նաեւ ուժ է եւ վտանգ Սփյուռքը, որովհետև Սփյուռքը ինչից է ստեղծվել, Սփյուռքը դա ցեղասպանության հետևանք է։ Եվ Սփյուռքը եւ եկեղեցին այսօր շատ կոնկրետ համաշխարհային ուժ են ներկայացնում բոլոր աշխարհի, բոլոր տեղերում։ Դրա համար թուլացնելով ուզում են թուլացնել մեզ, բայց ես վստահ եմ չի հաջողի, որովհետև դարեր շարունակ հայկական եկեղեցին պահել է մեզ ու պահելու է։ Իսկ ինչ վերաբերվում է այդ հարցին, թե մեր առաջնորդներին, մեր եկեղեցու առաջնորդներին ինչ որ պիտակավորելը, կպնելը, դա կներեք մի քիչ ինձ համար այդ բաների մասին խոսալուց մակարդակս ցավում է։ Կներեք չեմ ուզում խոսել։ Պարոն Կասպարովից, երբ Նիկոլ Փաշինյանը փորձում է կպնել հայ առաքելական եկեղեցուն, թվում է, թե հայի կարմիր գծերն է հատում Նիկոլ Փաշինյանը եւ այստեղ պետք է բոլոր արժանապատիվ հայ քրիստոնյաները փողոց դուրս գային իրենց ըմբոստությունը հայտնեին Նիկոլ Փաշինյանին, այնուամենայնիվ չտեսանք այդ ըմբոստությունը, փոխարենը տեսանք սոցցանցային գրառումների մակարդակի ինչ որ քննադատություններ։ Ես ասեմ, մեր եկեղեցին շատ ճիշտ քրիստոնյա պատասխանը տվեց եւ մի օր հայի գենը կարտնանա ու ես հավատում եմ դրան շատ, որովհետեւ չի կարող այսքան լռել հայը, անհնար է հայը լռի, որովհետեւ լռել նշանակում է ստրուկ լինել, իմ համար լռությունը ստրկություն է եւ խոսալուց բացի նաեւ ժամանակն է երևի արդեն զանգը կախելու։ Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո այսպես անհոգնել կերպով շարունակում է կրկնել խաղաղության պայմանագրի մասին, որը վերջերս այլ այսպես անուն է ստացել խաղաղության խաչմերուկ, այսպես շարունակում է պնդել, որ Ադրբեջանի հետ կարգավորված են եւ մենք պատերազմ չի լինելու, նա այսպես 100%-ով երաշխիք է տալիս, որ պատերազմ չի լինելու, այլ լինելու է խաղաղություն։ Ինչքանով է այսպես հնարավոր համարում Ադրբեջանի խաղաղությունը եւ արդյոք սա երկրորդ կապիտուլյացիա Իրանի չի Նախ խաղաղությունը պարտադրում են թշնամու հողի վրա, խաղաղությունը չեն մորում, խաղաղությունը վաստակում են, խաղաղությունը բերում են, հետո խաղաղությունը դա նորից կրկնվում չեն մորում,
մի քիչ փողոցային օրինակով բերեմ, շատ դա տղաները կհասկանան շատ, փողոցում տղեկ կային, ասում են ինձ մի խփի կանեմ, ինձ մի խփի սա է կանեմ, ինձ մի խփի նա էլ կանեմ, ցավոք սրտի այս ամեն ինչը ինձ դրան է նմանացնում, որ էս է կանեմ, մենակ ինձ մի խփի, նախ սկսեմ նրանից, որ խաղաղությունը յուրաքանչյուր adekvat մարդ խաղաղություն է ուզում, յուրաքանչյուր Եվ դրա համար նորից եմ կրկնում խաղաղությունը պարտադրում են թշնամու հողի վրա։ Պարոն Կասպարյան, արդյոք ձեր հետ ասած սա էլ կանեն, մենակ կռիվ չլինի, պատերազմ չլինի, գալիս է նրանից, որ մենք պատերազմում պարտված կողմենք։ Գիտեք, պարտվել ոչ մեկ չի սիրում, բայց պետք է հասկանալ, ամեն ինչ կյանքի մեջ կա պարտությունել, հաղթանակել։ Այդպիսի փոշ չկա, որից չկարողանաս դուրս գաս։ Պարտության դեպքում պետք է ուժեղանալ, ամրապնդվել, եւ այդ ուժեղանալը չի նշանակում հարձակվել, այլ ուժեղանալ պաշտպանվելու համար, որը շատ կարեւոր է։ Պարտությունը ինքը վատ բան է։ Ես իրոք ոչ մեկ չի սիրում պարտվել, նույնիսկ սպորտից օրինակը բերենք, պարտվում է, գնում է, պարապում է, մարզվում է, որպեսզի հաղթի։ Այս դեպքում մեզ համար պաշտպանությունը ամենաառաջինը գտնում եմ, որ մեզ պետք է անվտանգություն եւ կրթություն։ Այս երկու բանը շատ է կաղում եւ մեր մոտ ոչ մեկ իր տեղում չի ցավոք սրտի, բայց ես հուսամ կգա ժամանակ, որ ամեն մարդ կլինի իր տեղում։ Նիկոլ Փաշինյանը գիտեք, որ վերջերս օրերը շնորհավորել էր Կուրբան Բայրամի կապակցությամբ Ադրբեջանի նախագահին, այսպես ԿՊԱ-ականները սա տեղավորեցին դիվանագիտության մեջ, որ Փաշինյանը դիվանագիտական ժեստ է ունեցել։ Չկասեք սա մեկն է, սա ինչ էր։ Եկեք լավ բաներից խոսենք, էլի։ Եկեք տեսեք ինչ լավ է Գյումրիում, ինչ սիրուն է Գյումրին, գյումրեցիներն ինչ լավն են, լավ բաներից խոսենք։ Բայց վատի մասին։ Դե վատի մասին արդեն այնքան ենք խոսում, որ էլ արդեն խոսալու ժամանակն անցել է, արդեն պետք է կոնկրետ ինչ-որ բաներ։ Որովհետև ես չեմ ուզում դա ոչ տրամաբանեմ, որովհետև ես անտեսում եմ, անցնում եմ արդեն, որովհետև դա կարող է հատուկ արվում, որպեսզի մենք մեր նյարդերը խառնվեն իրար, որպեսզի մենք դրա մասին խոսենք։ Իսկ մենք ինչքան խոսենք, կարող է իրանք այդ են ուզում, որ մենք անընդհատ այս բաներից խոսենք, գիտեք Մակիավելին էր, թե ով էր, չեմ հիշում, ասում էր հասարակությանը պետք է շեղել տարբեր թեմաներով, որպեսզի հասնել նպատակին այդ արանքը ճղելով։ Ես չգիտեմ իրանց դիվանագիտությունը, անկեղծ ասած չեմ էլ ուզում իմանալ։ Կներեք։ Իսկ ձեր կարծիքով ո՞րն է իրավիճակի ելքը։ Հայը միշտ միաբան է եղել, բայց ցավոք սրտի, երբ որ եկել այն ճգնաժամը, երբ որ դանակը ոսկորին հասնում, նորա միաբանվում։ Մենք ուզենք պետք է միաբան լինենք։ Բոլորս, Սփյուռք, Հայաստան։ Տեսեք, երբ մենք պատերազմում պարտություն կրեցինք, թվում էր, թե նոյեմբերի 9-ից հետո պետք է ժողովուրդը ապստամբեր, բացի դրանից բլոկադա եղավ, էլի ժողովուրդը քաղաքականությամբ չէր զբաղվում, ասած այս չհակերտների մեջ, Արցախը հանձնեցին, էդ էլ մարսեցին այս իշխանությունները, որն է այսպես արժանապատվության գիծը, որ պետք է փողոց։ Գիտեք, մարսելու թեման դա ժամանակը ցույց կտա։ Ով մարսեց, ով չմարսեց, կամ ով է արդար, ով մեղավոր, ժամանակները ցույց կտան։ Մի օր այդ ես չեմ ասել, Շեքսպիրն է ասել ու շատ լավ է ասել։ Դե եթե փաստացի նայենք, մինչև հիմա իրանք են իշխանության ղեկին, միշտեր նորմալու եք։ Դե տեսնենք։ Լավատես եք։ Միայն չեմ կարող վատատես լինել։ Շնորհակալ եմ շատ։